Ոչ բոլորի համար օրինակ միջազգային բակալավրիատը լավագույն որոշումը։ Վերջին պահին չբախվի իրականության ու հասկանա, որ մի վարքյան ես պատրաստ չեմ։ Երբ որ դու կարողանում ես տիրապետել ամբողջական ընթացքին եւ ամեն ինչ ավելի լայն տեսանկյունից նայել, շատ ավելի հեշտ է լինում դրա հաջորդականությունը հեշտ ձևով ապահովել։ Մենք ոչ թե ունենք քիչ ինֆորմացիայի հարց, այլ ունենք բավականին շատ ինֆորմացիայի խնդիր։ Առաջին բանը, որ ասում են, մենք ուզում ենք դիմել top լավագույն համալսարանները, մենք այլ տարբերակ չենք դիտարկում։ Շատ ճիշտ կլինի, որպեսզի այդպես շատ հեշտ չթվա դրսում սովորելը, բոլորը կարողանան ավելի շուտ դրա մասին մտածեն ու բոլոր առումներով պատրաստվեն դրսին սովորելուն։ Այո։ Ողջույն, ինչպես շատերդ արդեն գիտեք, ես Լիդիան եմ Edu Network-ից եւ այսօր բոլորիդ կողմից շատ սպասված սկիզբն ենք տալիս Edu Network-ի podcast-ի։ Ինձ հետ է այսօր Edu Network-ի հիմնադիր Սաթինե Ղարաքեշիշյանը։ Բարև Լիդիա ջան, շատ ուրախ եմ այսօրվա համար, շատ ենք սպասել, մեծ մոտ բավականին լուրջ ինֆորմացիա կուտակվել, որ ուզում ենք մեր ուսանողներին, իրենց ծնողներին փոխանցել ու կարծում սա լավագույն հարթակը, լավագույն միջոցն է, որ կարող ենք անել։ Ուրախ եմ, որ սկիզբ ենք դնում այսպիսի հետաքրքիր գաղափարի։ Ես էլ եմ շատ ուրախ, որովհետև իրոք մեզ մոտ ինֆորմացիայի հոսքը շատ մեծ է եւ կարծում եմ մեր հասարակությունը ունի հավելյալ այս տեղեկատվության կարիքը, որով մենք սիրով պատրաստ ենք այսօր կիսվել։ Երևի սկսենք մեր առաջին թեման, որ առանձնացրել ենք առանց վարդագույն ակնոցների, այն ամենը, ինչ չի պատմի քեզ ոչ մի համալսարանական բրոշուր։ Եկեք մի քիչ խոսենք, որովհետև շատ ժամանակ, երբ մեզ մոտ գալիս են այն մտքով, որ ուզում են կրթությունը շարունակել արտերկրում, մարդկանց մոտ երբեմն թյուր են բռնում գա սպասելիքներ եւ իրականություն, որովհետեւ երբեմն այն ինֆորմացիան, որը գրված է, ներկայացված է X համալսարանի կողմից իր բրոշուրում, ու իրականությունը մի քիչ տարբեր են։ Կխոսեք, որ խնդրեմ դրա մասին։ Հա, իհարկե Լիդիա ջան, սա իմ ամենասիրելի թեմաներից մեկն է, որտեղ շատ հաճախ մենք բախվում ենք մի այնպիսի փաստի, որ շատ կարճ ժամանակում անհրաժեշտ է լինում օգնություն ցույց տալ ուսանողի, որ պիտի դիմի արտերկիր, բայց մենք չունենք համապատասխան հիմքը, որի վրա կարող ենք հիմնվել, հա։ Ինչքան շուտ ուսանողը կարողանա որոշում կայացնելուց հետո սկսի աշխատել իր ապագա փաստաթղթերի փաթեթի հավաքագրման, դիմելու process-ի վրա, այնքան բնականաբար իր դիմում հայտը ավելի ուժեղ կլինի։ Մենք անգամ այսպիսի մի բան ունեմ, որ ծնողներ կան, ովքեր որ գալիս են ու եթե իր հարևանի երեխան Օքսֆորդ համալսարան է սովորում անվճար, դա որևէ ձև չի նշանակում, որ իր երեխան նույնպես պատրաստ է այդ բուհը անվճար սովորելու, հա։ Այսպիսի մի ստերեոտիպ կա հայ ընտանիքների մեջ, որը որ պետք է ինչ-որ չափով մենք փորձենք ավելի դեպի ռեալին մոտեցնել ու հաղթահարել, հա։ Իսկ ինչ է դա նշանակում։ Երբ որ դու որոշում ես կայացնում որպես ծնող, որ քո երեխան պիտի դրսում սովորի, նախ եւ առաջ պիտի հասկանալ արդյոք երեխան ունի համապատասխան հմտությունն ու կարողությունը, ակադեմիկ համապատասխան առաջադիմությունը, արդյոք ընտանիքը պատրաստ է ֆինանսապես, հոգեպես այդ ամբողջ process-ի գործընթացի մեջ անցնելու, հա, որովհետև շատ հաճախ անգամ լիարժեք կրթաթոշակ ստանալու դեպքում մենք ունենք ֆինանսական որևէ պարտականություններ, որ պիտի իրականացնենք, հա, դա կարող է լինի բանկի տեղեկանքի տեսքով, դա կարող է լինի տոմսերի տեսքով եւ այլն, բայց կան այդպիսի թյուրըմբռնում, որ ֆինանսական եթե կրթաթոշակ կա եւ դա լիարժեք կրթաթոշակը, ապա անհրաժեշտ չէ ունենալ որևէ ֆինանսական ներդրում։ Եվ այսպես շատ հարցեր, որ պիտի հիմա հերթով բոլորը քննարկենք ու հասկանանք ինչպես անենք, որ ընդհանրապես արտերկրում կամ որևէ միջազգային բուհում սովորելու համար ուսանողը լիարժեք պատրաստ լինի եւ որևէ խոչընդոտներ չունենա։ Իրականում ես ձեզ հետ լիովին համաձայն եմ, որովհետև քանի որ մենք քանի տարի այս գործընթացների միջով անցնում ենք, տարբեր ուսանողների օգնում ենք, հենց առօրյա հիմքերով
հանդիպում ենք շատ տարբեր ուսանողների կամ ընտանիքների, ովքեր գալիս են ու երբեմն պատրաստ չեն որևէ ներդրում ունենալ, հա, ուսանողի կրթության մեջ, ուզում են լիարժեք կրթաթոշակ ու վերջել, որևէ այլ բանի մասին չեն ուզում խոսել ու շատ ժամանակ երբ հենց դուք հա ծնողին, չգիտեմ, ներկայացնում եք, որ գիտեք, դիմելու համար անգամ տվյալ կրթաթոշակին արժանանալու համար պետք է բավարարել հետեւյալ նախապայմանները, երբեմն մտածում եմ, որ չգիտեմ, Edu Network-ն է, կազմակերպությանն են պետք է այդ փաստաթղթերը, բայց մենք կարծում եմ պետք է բերենք այն գիտակցմանը, որ եթե ծնողը ուզում է երեխան ստանա որակյալ կրթություն, ծնողն էլ պետք է իր կողմից պատրաստ լինի, անգամ եթե, չգիտեմ, համալսարանը տրամադրում է լիարժեք կրթաթոշակ, իր կողմից իր ներդրումն անել, որովհետև ներկայում այդ ֆինանսական ներդրումը հետագայում վերադառնում է ընտանիքին գիտելիքի ու շատ մեծ կրթական ոլորտում ունեցած հաջողությունների տեսքով։ Քանի որ սկսեցինք հա խոսել համալսարանների մասին, ես կուզեմ մենք անդրադառնանք բյուրոկրատիայի հաղթահարմանը, շատ ժամանակ ուսանողները գալիս հասնում են ավարտական դասարաններին եւ երբ որոշում են դիմել, չգիտեմ, Ամերիկա, Կանադա կամ եվրոպական ինչ-որ երկրներ, բախվում են այն խնդրին, որ իրենց ատեստատը կամ եթե արել են, չգիտեմ, IB դիպլոմա, չի մեր ատեստատը, հա, IB-ն մի կողմ դնենք անդրադառնանք, ատեստատը չի անցնում ճանաչումը, այ դուք որպես այդ ամեն ինչի միջով, չգիտեմ, կռված մարդ, ոնց կխոսեք դրա մասին ու ինչ կասեք, որ պետքա մեր ունկնդիրը, ապագա ուսանողը իմանա, ովքեր դեռ ունեն ժամանակ եւ ովքեր դիտարկում են կրթությունը ստանալ արտերկրում։ Շատ կարևոր հարց ենք հիմա բարձրացնում։ Գիտես ինչն է կարևորը, մենք ուզում ենք իհարկե ունենալ այդ կախարդական փայտիկը, բայց ոչ միշտ այդ կախարդական փայտիկը հնարավոր ունենալ, եթե ուսանողը ունի համապատասխան հիմք արտերկրում սովորելու համար։ Իսկ մենք այսօր Հայաստանում ունենք հայկական չափորոշիչներով վկայականներ, դա կլինի դպրոցի ատեստատը, թե կլինի բուհում բակալավրի դիպլոմը եւ այլն, եւ ունենք միջազգային որոշակի դպրոցներ, որոնք կարողանում են ուսանողներին տալ միջազգային դիպլոմներ։ Դրանք են IB դպրոցները, միջազգային բակալավրիատի դպրոցները, բոլորից շատ հայտնի, դրանք են A-level բրիտանական համակարգով աշխատող դպրոցները, հա, դրանք են նաև ամերիկական որոշակի դպրոցներ, որ Հայաստանում գործում են եւ իրենք ամերիկական համակարգով եւ ամերիկական դիպլոմ են շնորհում ուսանողներին եւ այլն։ Կախված նրանից, թե ուսանողը ինչ դիպլոմ ունի, այդտեղից էլ պիտի սկսել, որովհետեւ գործընթացում ամենակարևոր բանը դիպլոմն է։ Անկամ եթե շատ ուսանողներ ու ծնողներ զարմանում են, ոնց Հայաստանում ֆիզկուլտուրայի առարկան կարևոր է Ամերիկայում սովորելու համար, այո, կարևոր է, որովհետեւ դա ընդհանուր մոգի մի մաս է կազմում։ Իսկ երբ որ դուք ակադեմիկ շարունակում եք ձեր կրթությունը արտերկրում, ակադեմիկ հիմքն է ամենակարևորը, որի վրա մնացած բոլոր բաները ավելանում են, հա, դա կլինի միջազգային քննությունը, կլինի կամավորությունները, մոտիվացիոն նամակը եւ այլն, բայց առաջինը հենց ակադեմիկ հիմքն է։ Հենց այստեղ է բախվում ենք խնդիրների, երբ որ որոշ երկրներում օրինակ նույն հայկական ատեստատը չի ճանաչվում։ Հետևաբար մենք որպես կազմակերպություն աջակցում ենք ուսանողին, որ այդ ճանաչման փուլերի միջով անցնի, տարբեր երկրներում տարբեր անվանումներ ունի, նոստրիֆիկացիա եւ այլն, ինքը իրական շատ բարդ process-ներ են, հա։ Շատ հաճախ ոչ Edu Network-ից կախված process-ներ են, ոչ մասնագետներից կախված process-ներ են, որովհետև ունեցած առարկաներից, բնագիտական հոսքա, հումանիտար հոսքա եւ այլն ամեն ինչից կախված կարող է որոշում կայացվել այդ դիպլոմի ճանաչումը ինչ ընթացք կարող է ունենալ, հա։ Ու նաեւ դրանից կախված, ինչպես դուք էլ նշեցիք, հա, որ գործընթացը շատ ժամանակ բավականին երկար է տևում, որովհետեւ կան հանգամանքներ ու կան process-ներ, հա, որի միջով պետք է անցնի մինչև այդ ճանաչումը լինի։ Մեր հայերը, քանի որ մենք բախվում ենք, հա, առօրյա հիմքով այդ խնդրին, ունեն սովորություն ամեն բան վերջին վարքյանին թողնելու ու երբեմն գալիս են մեզ մոտ, չգիտեմ, 12-րդ դասարանը մեկ ամիս է մնացել, որ ավարտում են, որոշել են Գերմանիայում սովորեն ու նոր իմանում եմ, որ վայ մեր ատեստատը փաստորեն չի անցնում ու այդ ձերնին ասած կախարդական փայտիկով, որ մենք փորձում ենք խնդրին ինչ-որ լուծում տալ, բայց մենք ժամկետների սեղմության պատճառով միշտ չի որ կարողանում ենք ամեն բան հա ցանկալի ժամկետում անել, դրա համար շատ ժամանակ առաջարկում ենք այն ուսանողներին, ովքեր չեն ուզում հա տարի կորցնել, եթե համալսարանը հնարավորություն տալիս է հունվարի շրջանով հա գնալու ուսումը սկսել, որ գոնե այդ process-ները հասցնենք վերջացնենք։ Լրիվ համաձայն եմ քեզ հետ, որովհետև Հայաստանում բավականին քոլեջներ կան տարբեր հաստատություններ, որ երեխաները դիպլոմ են տալիս, այո, եւ
ծնողները կարծում են, որ լավագույն տարբերակն է իրենց ուսանողների համար, բայց այո, կարող է այդ պահի որոշումով իրանց համար լավագույն տարբերակը լինի, որտեղ մասնագիտական առարկաներ են անցնում ավելի խորացված եւ այլն, բայց եթե ռազմավարություն մշակեն ու հերավար դիտարկեն, թե ինչ են իրենք ուզում, համապատասխան տվյալ համալսարանի ինքը կարող է ընդհանրապես այդ դիպլոմը ամենաճիշտ որոշումը չլինի։ Դրա համար ինչքան շուտ գործընթացը սկսեն, օրինակ, չգիտեմ, արդեն ավագ դպրոց են տեղափոխվել եւ որոշեն գոնե մասնագետի հետ ունենան առաջին հանդիպումը ու հասկանան իրենք ինչ ուղով ուղղորդեն իրենց ուսանողին, հա, արդյոք գնան հայկական դպրոցներ, ատեստատ պլյուս միջազգային քննություններ ուղի, արդյոք գնան քոլեջի դիպլոմ, ունենան մասնագիտական առարկաներ, արդյոք գնան միջազգային բակալավրիատ կամ A-level կամ AP անեն եւ այլն, բայց դրանք էլ, հա, շատ հաճախ միջազգային դպրոցներում էլ ընտրություն կատարելը, օրինակ խորացված առարկաներ, ոչ խորացված ստանդարտ առարկաներ ինչպես ընտրեն, դա էլ շատ ճիշտ կլինի, որ մասնագետի հետ ուսանողը եւ ծնողը խորհրդակցեն, նոր սկսեն անելը, որտեղ ունեցել ենք նաեւ դեպք, դու շատ լավ գիտես, հա, որ օրինակ միջազգային բակալավրիատի ծրագրից ուսանող ա եղել, որը որ համապատասխան խորացված առարկա օրինակ մաթեմատիկայի չունեցել եւ բախվել ենք էլի խնդրին։ Եվ միշտ չի որ շատ կարեւոր է որ ուսանողները, ծնողները իմանան, որ ոչ բոլորի համար օրինակ միջազգային բակալավրիատը լավագույն որոշումը, հա, դա էլ պիտի հասկանալ, որ ուսանող կա որ ակադեմիկ կարողանում է ձգում է, հա, այդքան հնարավորություններ ունի, ստրեսերի միջով պատրաստ չի անցնել, այո, միջազգային լեզուն ամբողջությամբ կրթական լեզուն անգլերենի անցնել եւ ինքը ընդհակառակը բավականին ցածր միավոր ֆեյլի է բերում հետագայում համալսարան դիմելու համար ու մենք նման кейսերի հետ ենք առնչվել, որ փաստացի, չգիտեմ, ցածր IB դիպլոմ ունեցած միավորների պատճառով ուսանողը չի կարողացել չգիտեմ, իր առաջին choice-ի համալսարները դիտարկել, որովհետև իր case-ը թույլ չի տվել դա, որովհետև ինքը գնացել է IB-ն մտքով, որ դա իրեն կօգնի, բայց ուսանողի հնարավոր է, չգիտեմ, ակադեմիկ սխալ ընտրված առարկաները կամ ինչ որ բաներ հանգեցրել են նրան, որ տվյալ ուսանողը չի կարողացել հաղթահարի նախընտրելի արդյունքը, հա, չի կարողացել նենա նախընտրելի արդյունքը, դրա համար պետք է խորհրդակցել մասնագետի հետ ուղին ճիշտ կառուցելու համար, որովհետև նույն IB կրթությունը բավականին հա մեծ գումարներ են ծնողները վճարում կամ թեկուզ նույն եթե անգամ կրթաթոշակով են սովորում դրա համար պետքա այդ ամենը նախապես մասնագետները հենց ինչի համար են որովհետեւ կարողանան ճիշտ ուղղորդել եւ թեկուզ մի տարի շուտ 2 տարի շուտ ճանապարհը ճիշտ կառուցել համաձայն եմ քեզ հետ ու գիտես ամենակարևոր պահերից մեկը նա է որ այսօր մենք ոչ թե ունենք քիչ ինֆորմացիայի հարց այլ ունենք բավականին շատ ինֆորմացիայի խնդիր եւ ունենք աղբյուրներ որոնք հավաստի աղբյուրներ չեն եւ դա ավելի է խճճում ընտանիքին ու ուսանողին, որտեղ գալիս են շատ հաճախ մեզ մոտ լիքը ինֆորմացիայով, այո, այբից լսած են հարևանի երեխան, չգիտեմ ինչ, ամեն ինչից լսած են, բայց իրանք sense մի հատ խառը խառնաշփոթ վիճակում են գտնվում, որտեղ չկա ինչ որ մեկը կամ ինչ որ մի մասնագետ, որ կարողանա օրինակ ուղղորդի ճիշտ, որ գիտեք ինչ այդ ձեր ինֆորմացիան այո ճիշտ է, բայց տվյալ պահին համադրի կոնկրետ ուսանողի գիտելիքների հետ, կոնկրետ ուսանողի ունեցած հնարավորությունների եւ ցանկությունների հետ, հա, այսինքն այդ համադրելու վիճակը ըստ իս շատ կարեւոր է։ Եվ պարտադիր չի, հա, որ հենց անհատական մասնագետների միջոցով արվի դա, անգամ բոլոր ուսանողներն ու ծնողները, եթե մի փոքր ավելի շատ հետազոտություն անեն, փորձեն ավելի ճիշտ հղումներից օգտվեն, ինքնուրույն էլ է հնարավոր այդ process-ի միջով անցնել։ Իհարկե ինքը բարձ, ստրեսային process է, խճճված, բայց երբ որ դու կարողանում ես տիրապետել ամբողջական ընթացքին եւ ամեն ինչ ավելի լայն տեսանկյունից նայել, շատ ավելի հեշտ է լինում դրա հաջորդականությունը հեշտ ձևով ապահովել։ Դրա համար մենք խորհուրդ ենք տալիս մեր ուսանողներին, ծնողներին միանշանակ շատ շուտ սկսել process-ը, այսինքն առնվազն արդեն ավագ դպրոց տեղափոխվելիս, եթե օրինակ մասնագիտական կողմնորոշվածության խնդիր ունել, փորձել դա լուծել, հետո որոշել թե մոտավոր որ երկրում եք պատկերացնում բուհը, մոտավոր ինչ բյուջեի մեջ եք պատկերացնում ձեր ուսանողի հետո երեխան էլ հոգեբանորեն պատրաստ լինի, որ վերջին պահին չբախվի իրականությանը ու հասկանա, որ մի վարքյան ես պատրաստ չեմ։
այս ամենին այս իրականության մեջ ապրել, չգիտեմ, որտեղ Ես լրիվ համաձայն եմ քեզ հետ, որովհետև դու գիտես, մեզ մոտ ունենք որոշակի դեպքեր, երբ որ պապայի ընկերը, մամայի ընկերուհին որոշակի փաստաթղթեր են ապահովում ուսանողներին ու այդ փաստաթղթերով իրանք ուզում են ընդունվել բու հետո կանգնում են փաստի առաջ, որ իրենք չեն անցել այդ թղթերի չստանալու, մերժվելու, մի անգամ դուրը ծեծելու, դրա փոխարեն բան ստանալու, հա, մերժում ստանալու, հաջորդ անգամ դրական պատասխան ստանալու այդ ուղին ու դրա համար իրանք ուղղակի ինքնուրույնություն չունեն։ Այսինքն մաման, պապան տվել են սերտիֆիկատ, վերցրել են իրանք ձեռքից իրանք ինքնուրույնությունը։ Ու դրա համար այո։ Հա, մեր հասարակությունը հենց մենք ունենք էլի այդ խնդիրը, որ պետք է լուծել, երբեմն մեր ծնողները մեր փոխարեն իհարկե լավ առումով միշտ ուզում են ամեն բան իրենք անել, որ երեխան հանկարծ ավելորդ անգամ չանհանգստանա, ինչ որ բանի միջով չանցնի, միշտ վերում, չգիտեմ, այդ թղթերը, սերտիֆիկատները, չգիտեմ, internship անցնելու թղթերը տալիս են, որ երեխային ավելորդ անգամ ինչ որ միտեղ չգնա, ինչ որ մի բանի հետ չբախվի, բայց այդ ամենը մեր փորձն էլա ցույց տվել, որ երեխային խանգարում է հետագայում, որովհետև երբ երեխան կոփված է, ոնց որ կռված է այդ ամեն ինչի միջով անցած է, միտեղ գնացել է, մերժվել է, մի կամավորություն է արել, չի ստացվել, հետո մյուսն է գնացել, փորձել է ինքը դիմի անի, այդ երեխաները, ովքեր գնում են դուրս ու սկսում են իրենց ակադեմիական ուղին, իրենք պատրաստ են այդ մարտահրավերներին, որովհետև իրենք կոփված են, իրենք գիտեն իրենց ինչա սպասվում։ Իսկ այն երեխեքը, ովքեր մտած դուրս եկած չեն, հա, այդ ամենի մեջ իրենց շատ դժվար է, շատ խորթ է, որովհետև նույն, չգիտեմ, տարբեր մարդկանց հետ շփումները ու շատ տարբեր բաներ կան, որ այդ հասարակական activity-ները արտադասարանական դպրոցից դուրս հենց ինչի են շատ բուհեր դրանց կարևորություն տալիս ակադեմիականից զատ, որովհետև իրենք ուզում են տեսնեն, թե դու ով ես որպես մարդ, ինչպես ես դու ներգրավում հասարակության մեջ, հա, տարբեր բնավորությունների մարդկանց հետ, տարբեր աշխատանքներ, այդ ստրեսային իրավիճակները ոնց է հաղթարում, իսկ այն երեխեքում պատրաստ բերում տալիս են, իրանք միանշանակ չեն բախվում այդ իրական պատկերի հետ ու դրա համար հետո գնում են ու ստրեսի մեծ ալիքի տակ են ընկնում։ Լրիվ համաձայն եմ քեզ հետ, այդտեղի խնդիրներից մեկը գիտես որն է, երբ որ օրինակ պետք է լեզվի իմացության սերտիֆիկատ ունենան, ասենք IELTS-ը, TOEFL-ը մեզ բոլորի շատ հայտնի, հա, չգիտեմ, DELF-ը եւ այլն, ու իրենց ոնց որ նպատակը դնում են, որ ունենան IELTS 7, 7.5, տանջում են իրանց, որ հասցնեն, օրինակ, չգիտեմ, IELTS 8-ին ու դրանով նպատակը համարում են իրականացված, բայց պիտի բոլորս հասկանանք, որ մեր նպատակը IELTS 8 ունենալը չի, ավելին ասեմ, մեր նպատակը բուհ ընդունվելը չի, մեր նպատակը կարողանալ տվյալ բուհում սովորելն է եւ ինքներս մեզ պատրաստել դրան։ Դրա համար մենք ուսանողներին եւ ծնողներին միշտ խորհուրդ ենք տալիս, որ դուք IELTS-ը 8 ստանալուց հետո պիտի չհանգստանաք, ընդհակառակը ավելի շատ ֆիլմեր դիտեք, լեզուն դարձնեք հնարավորինս քոնը, որ ուսուցման լեզուն իրականում լինի ոչ խոչընդոտ չհամարվի եւ դուք այդ ադապտացիոն շրջանը շատ հեշտ կարողանաք հաղթարել, որտեվ առանց այդ այլ երկրում եք, առանց այդ այլ միջավայր է, հարազատները քիչ են, ստրեսային է, մի հատ էլ գալիս է լեզվի բարիերը, մի հատ էլ գալիս է հոգեբանական խնդրելու շատ էլ բախվում, այո, անգամ մինչեւ դեպրեսիոն շրջանի են հասնում երեխեքը, որ չեն ուզում շարունակել կրթությունը կամ չգիտեմ, շատ այո, հետ են ուզում գալ եւ այլն, ծնողները ստիպված են լինում այդ ամեն ինչի միջով անցնելուց հետո որոշում կայացնել, արդյոք պետք է հետ գալ, թե չէ, որպեսզի խուսափենք այս ամեն ինչից, շատ կարեւոր կլինի, որ մենք էլ որպես ծնող, ուսանողն էլ շատ երկար ժամանակ մտածեն արտերկրում սովորելու հետ կապված բոլոր խնդիրների մասին, մարտահրավերների մասին, այո, պատրաստեն թե հոգեպես, թե գիտելիքով զինվեն եւ մնացած բոլոր բաներից տեղյակ լինեն ու լավատեղյակ լինեն ու ամենաճիշտ աղբյուրներից կարողանան օգտվել ու ամենագրագետ մարդկանց հետ շփվել։ Միանշանակ, որովհետեւ ինչպես նշեցիք, հա, TOEFL, IELTS այդ քննությունները իրենք ոչ թե հենց, չգիտեմ, ինչ-որ գրամատիկա են ստուգում, այլ իրենք իրական ուսանողական ակադեմիկ միջավայրից վերցրած, չգիտեմ, նույն տեքստեր են, այդ նույն listening-ները, նույն writing-ները, այսինքն հենց նույն քննությունը ուսանողին փորձում է պատրաստել արտերկրում սովորելուն։ Դրա համար ինչքան շուտ ուսանողը որոշի, որ ուզում է դրսում սովորի, ինչքան շուտ այդ ամենի մեջ մտնի, որովհետև դա շատ կարևոր է, որ բացի այն, որ ինքը բարձր արդյունք ունենա, այլ ինքը կարողանա հասկանա ինքը ինչի է սա սկսում ու ուր
ուրա ուզում գնա ու ինչպես դուք նշեցիք, այդ բարձր միավորը ստանալուց հետո տենց ինչ որ ռելաքս վիճակների մեջ չլինի, որովհետև դա ինչ որ բաղադրիչն է, դրանից հետո գալիս է կամավորական աշխատանքները, իրենց դիմում հայտի վրա աշխատելը, չգիտեմ, մոտիվացիոն իրենց նամակները ու շատ ինչ որ տարբեր բաներ կան, որ երբ վերջին վարքյանին, sense վերջին շնչով անում են, միշտ չի որ հաջողվում է։ Դրա համար ժամանակ է պետք, որ այդ ամենը լինի, չգիտեմ, բնական։ Ուզում եմ գիտես ինչ հիշես, հիշում ես շատ խելացի ուսանող ունեինք, որ Օլիմպիադայի հաղթող մասնակից էր, բայց ինքը ուղղակի չուներ հմտություն, կարողություն ինտերվյուի պատրաստել, հիշում ես ժամերով տևեց այդ ուսանողի ինտերվյուի պատրաստելը, որովհետև դա էլ մի հատ ուրիշ հարց է, հա, շատ խելացի երեխեք ունենք, շատ հզոր ակադեմիկ առաջադիմությամբ, բայց իրանք չեն կարողանում իրենց գիտելիքները ճիշտ ներկայացնել, հա, եւ դա դու չես կարող ինչքան էլ ուզում եմ 1 օրով, 2 օրով, 5 օրով դու չես կարող դա պատրաստել, դա պետքա երկարաժամկետ աշխատանք տարվի ուսանողի հետ, փորձի իրեն այդ հմտություններից սովորացնել, ինչպես պիտի մարդու հետ խոսել, խոսքի հմտություններից սկսած, վերջացրած, ասենք, ոնց ճիշտ ներկայացնես քո ուժեղ կողմերը եւ այլն։ Դրանք իհարկե երկար ժամկետ է մեզնից խլում, որը ցավոք սրտի ոչ միշտ ենք մենք ունենում, հա։ Իհարկե այդպիսի ուսանողների համար ցավում է, որ չկա այդ ժամանակը, բայց անում ես այն ինչ որ այդ պահին կարող ես անել, դրա համար շատ ճիշտ կլինի, որպեսզի այդպես շատ հեշտ չթվա դրսում սովորելը, բոլորը կարողանան ավելի շուտ դրա մասին մտածեն ու բոլոր առումներով պատրաստվեն դրսին սովորելուն։ Այո։ Սատնե ջան, թեթևացնելով մի փոքր մեր զրույցը, առաջարկում եմ մի փոքր խաղ խաղանք, հա, green flag, red flag։ Ես ես ասում եմ ինչ որ բաներ, ակադեմիական, հա, թեմաներին առնչվող, դուք ասում եք տվյալ բանը green flag է, թե red flag է։ Սկսեցինք դիմել համալսարան deadline-ից ընդամենը 1 ամիս առաջ։ Red flag։ Ընդունվել ցանկացած համալսարան արտերկրում միայն թե արտերկիր մեկնելու համար։ Դա green flag է, թե red flag։ Գիտեք, եթե կրթությունը դառնում է որոշակի նպատակի հիմք, ինքը կարա հետագայում նաև թույլ տա տվյալ մարդուն կրթվելով տվյալ երկրում բնակություն հաստատի, հա։ Չի ասի, որ այդպես շատ red flag է, բայց այտենց շատ green flag էլ չի, շատ կուզեմ, որ հենց կրթության միտումով ուսանողները գնան արտերկրում սովորելու։ Չդիմել համալսարան միայն այն պատճառով, որ GPA-ը մոգը ցածր է։ Դա էլ չէ, դա էլ է ինձ համար red flag, որովհետև կան բուհեր, որտեղ որ կարող ես ցածր մոգով դիմել։ Ընտրել որևէ համալսարան միայն այն պատճառով, որ տվել համալսարանը բարձր վարկանիշ ունի։ Դու հատուկ ընտրել ես այն հարցերը, որ բոլորին ասեմ red flag։ Դա էլ է ինչ որ չափով red flag, որովհետև վարկանիշը չի, որ որոշում է բուհի լավ կամ վատ լինելը։ Իհարկե դա շատ մեծ դեր է խաղում վարկանիշով առաջնորդվելը, մանավանդ առարկայական վարկանիշով, բայց ինչպես նշեցի, պիտի ուսանողը ոնց որ իր պրոֆայլին համապատասխան ընտրությունը կատարել, այլ ոչ թե վարկանիշին համապատասխան։ Արտադասարանական activity-ներին նույն այդ volunteering-ներին ոչ թե մասնակցի ուսանողը անձամբ, այլ դրա փոխարեն իրեն բերեն ուղղակի պատրաստի թուղթը տան, ասեն գնա դու X բանը արել ես։ Շատ ոնց բան յուղոտ red flag է ինձ համար, որովհետև անընդունելի է նման բան, նախ դա ակադեմիկ առումով կոչվում է ակադեմիկ անազնիվություն, հա, երկրորդ առումով դու փաստացի խաբում ես, հա, բուհին, արել ես, չես արել մի բան ու ցույց ես տալիս դա, երկրորդ առումով, ինչպես որ մենք խոսեցինք եւ նշեցինք միասին, դա շատ լուրջ փորձ է ամենաառաջին հերթին, երբ որ դու կարողանում ես տարբեր կամավորություններ անել, որի ընթացքում դու որպես մարդ, որպես անհատ ձևավորվում ես։ Դրա համար միանշանակ սերտիֆիկատ ունենալը եւ ցույց տալը, սարքելը, դա ինձ համար red flag է։ Այո։ SN-ները կազմելիս ուսանողը օգտվի AI tool-երից, բայց այդ ամեն ինչը մեզնից թաքցնի մտածելով, որ դե մենք չենք իմանալու ու պատրաստվի, չգիտեմ, հենց այդպես ուղարկի համալսարան AI տենց 100% պլագիարիզմով։ Գիտես ինչ, AI-ից օգտվելը մենք երբևիցե չենք համարում վատ բան, բայց քանի որ կան օրենքներ, բուհի կողմից ներկայացված պահանջներ, դա պետքա AI-ով գրված չլինի։ Դու կարող ես միտք վերցնել, ձևակերպել, փոխանցել այդ միտքը, շարադրել այլ կերպ եւ այլն, բայց միանշանակ AI-ի գրածը վերցնել եւ դնել ներկայացնել այն էլ բու, միանշանակ դա red flag է, այո։
կարծում ճիշտ նկատեցիք, որ հենց հատուկենտ ինչ որ սուր հարցեր էին ընտրել, որոնք հենց red flag-եր լինեին ու տենց դժվարն է ինչ որ բան նշել, որ green flag է։ Երևի այսքանով ամփոփենք հա մեր փոքրիկ խաղը ու շարունակենք մեր զրույցը։ Սատնե ջան, այս ոդկասթի այս հատվածում կուզենք անդրադառնալ արդեն այն կետին, երբ ընտանիքը մնացել է հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, դու արդեն արտերկրում ես եւ պատրաստում ես սկսել քո կրթությունը, ինչպես արտերկրում դուրս գալ այդ հայկական պղպջակից, բաբլից, որովհետեւ շատ ժամանակ ուսանողները գնում են, սովորում են համալսարանում եւ շփվում են, հանդիպում են հայ ուսանողների կամ հետխորհրդային երկրներից ուսանողների եւ իրենց շփման շրջանակը հա սահմանափակում են միայն հայ ուսանողների հետ, որը էլի մի խնդիր է, որովհետև շատ ժամանակ ծնողներն էլ հա հենց մեզ են երբեմն դիմում ու իրենց մտահոգությունը հայտնում, որ երեխաս չի շփվում, չգիտեմ, օտարերկրյա ուսանողների հետ, էլի գնացել է Հայաստանից դուրս, բայց ինչ որ հայկական փոքրիկ համայնք է իրենց ստեղծել, որովհետև միգուցե դա ուսանողի կողմից էլ է անբռնելի, իրենց կոմֆորտ զոնան են փորձում ստեղծել, բայց դա էլ պիտի հասկանանք, որ երբ դու գնում ես դուրս կրթություն ստանալու, դու պիտի պատրաստ լինես ընդլայնել քո շփման շրջանակները, այ դուք որպես մասնագետ, ովքեր շատ հաճախ բախվում են այդ խնդրի հետ, նույն, չգիտեմ, ծնողների կողմից հա ստանում են այդ ֆիդբեքերը, որ ոնց անենք, որ երեխան շատ շփվի եւ Եվրոպայից, հա, եվրոպացի երկրների կամ օտարերկրյա երեխա ուսանողների հետ, այ դուք ոնց կանադառնաք կամ ինչպես կմեկնաբանեք դա։ Շատ կարևոր բան է հենց կոմֆորտ զոնից դուրս գալը, դա միայն ուսանողը կարող է դա անել, հա, ինչքան ուզում է իր ծնողը կամ մենք իրան խորհուրդներ տանք, ինքը պիտի հասկանա ինչի համար է գնում արտերկիր, հա, արտերկիր հիմնականում մենք մեկնում ենք ոչ թե գիտելիք ստանալու համար, որովհետև գիտելիքը այսօր հասանելի է նաև on-line առցանց տարբերակով ու բավականին լուրջ գիտելիքներ, մենք այսօր ունենք AI դրաշրջան, ChatGPT եւ այլն, որ ամեն ինչ կարող է քեզ փոխանցել, հա, արտերկիր մեկնելու հիմնական գաղափարը network ունենալն է այդ կրթության միջոցով լավ կապեր, որի միջոցով կարող ես հետագայում քո կարիերայի ձևավորումը իրականացնես, կարող ես ունենալ լավ ընկերներ, կարող ես ունենալ լավ շրջապատ աշխարհով մեկ, հա, եւ դա պիտի բոլոր յուրաքանչյուր ուսանող գիտակցի եւ ինքը մեկնում է արտերկիր, որոշակի չափով իր կոմֆորտ զոնայից դուրս գա, թեկուզ այդ լեզվի բարիերը հաղթարելը եւ այլն, եւ փորձի շփվել արտերկրի ուսանողների հետ, որովհետև դա միայն շփում չի, դա նաև իրենց մտահորիզոնն է լայնացնում, հա, դու կարողանում ես արդեն տարբեր մշակույթներին ծանոթանալ, կարողանում ես ավելի տոլերանտ գտնվել տարբեր մարդկանց, տարբեր գույնի, տարբեր սեռի, տարբեր բնույթի մարդկանց հետ շփվես եւ ինչքան շատ կարողանաս քեզ որպես մարդ, այսպես ասած, տեղավորես այդ ամեն ինչի մեջ, այնքան դու ավելի շուտ կկարողանաս ադապտացվես միջազգային միջավայրում։ Դրա համար դա միայն ուսանողի գիտակցության հարցն է եւ դա ինքը պիտի գիտակցի դեռևս գտնվելով Հայաստանում։ Պարտադիր չի հասնել այնտեղ եւ սկսել խառնվել, հասկանալ Հայաստանում արդեն ինքը պիտի գիտակցի ինչ է իրան սպասում, ինչպես է ինքը պատրաստում այդ մարտահրավերները հաղթահարել։ Որտեղ միանշանակ շատ հաճելի է, շատ լավ է, երբ դու օտարության մեջ ես, եթե կարելի է այդպես ասել, ու քո այդ օտարությունը կիսող հայ ուսանողներ կան, որտեղ մեր փորձը էլի ցույց է տալիս, որ այն երեխեք, ովքեր պատրաստվում են, հա, արդեն սեպտեմբերից գնալ սովորել, իրենք անդադ փորձում են մեզնից բարձել այդ տվյալ համալսարան ինչ հայ ուսանողներ կա, ու մենք աջակցել ենք դիմելու գործընթացում, որ պետքա գնան, փորձում են այդ միանշանակ ողջունելի է, որ իրենք փորձում են այդ networking-ը ստեղծել հայ երեխաների հետ գնալ ու միասին, հա, այդ մարտահրավերները հաղթահարել, բայց ամեն դեպքում պետք է նաև գիտակցել, որ ինչպես դուք նշեցիք, networking-ը շատ կարևոր է ու մեր շրջանակը չպիտի միայն սահմանափակենք մեր հայ ընկերներով, ու ես մի դեպք հիշեցի, որ մեր Մանչեստրի համալսարանի ուսանողները տարիներ շարունակ ովքեր գնում են այնտեղ սովորել, ցած մի հատ մեծ հայկական դուք էլ կտեսնեք, մեզ բարբերաբար նկարներ էին ուղարկում այնտեղ ինչ որ հայկական միշտ հավաքվում էին իրար հետ տեղեր էին գնում, մեր ոնց որ Մանչեստրի համալսարանը ցած մի հատ մեծ համայնք ունենք այնտեղ ստեղծած, որ հայ ուսանողները, չգիտեմ, իրար հետ են, այդ իհարկե շատ ողջունելի է, բայց պետք է նաև փորձել այդ մեր նույն շրջանակ, հա, թողնել
օտար ուսանողների մեծացնելով մեր ակադեմիկ իր ազատությունն էլ ունի, այսինքն երբ որ դու սկսում ես արդեն տենց հայկական միջավայրից դուրս գալ եւ փորձել շփվել թե ուսանողների հետ եւ դասախոսական կազմի հետ, դա ուղիղ համեմատական ազդում է քո ակադեմիկ առաջադիմությանը։ Իդեպ շատ կարեւոր է նաեւ դասախոսական կազմի հետ շատ լավ լեզու գտնելը, հա, որովհետեւ սա էլ շատ լուրջ բան է արտերկրում սովորելու հետ կապված, շատ բուհեր, օրինակ ամերիկական բուհերը, անգամ professor's assistant տենց հասկացողություն կա, որ դու կարող ես դասախոսի ասիստենտ լինել ու աշխատել ու աշխատավարձ ստանալ սովորելու ընթացքում, հա, այդտեղի ձեռ բերած փորձը գրեթե անհամեմատելի է, հա, դրա համար էլի ողջունելի է, որ ուսանողները կարողանան այնքան ակտիվ գտնվել, որ գտնեն իրենց համար համապատասխան դասախոսը, որը որ կարող է հետագայում իրանց մասնագիտական ինչ որ աճի համար օգուտ տա եւ այդ դասախոսի հետ լավ հարաբերություններ ունենալ եւ փորձել ձևավորել նաեւ այդ հարաբերությունները։ Դրա համար շատ կարևոր է, որ ուսանողն էլ իր տեսակով պրպտող լինի ու չսահմանափակվի, չգիտեմ, հա, գնում եմ արտասահման սովորելու, միայն դասի գնալ, չգիտեմ, տունգալ դասերն անել, շատ կարևոր է, որ ուսանողն էլ կարողանա մաքսիմալը վերցնի այդ networking-ին ենք էլի գալիս իր ուսանողական կյանքից, նույն այդ պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ինչ որ իրեն ճանաչեն, իմանան ինքնով ուզում հիշում ես, որ մենք անդադ ասում ենք բանը, իրանց նամակները թող իրանք կարդան ու ամեն ինչ անում են, որ իրանք կարդան, տանջվեն մի հատ այդ նամակների վրա, հետո հարցերը մեզ տան։ Այդ ուղղակի այդպես տենց չենք անում, որովհետև տենց մեզ հաճելի է, հա, տանջել ուսանողին, բայց իրականում այդ նամակ ստանալ, կարդալու կուլտուրան արդեն իսկ արտերկրում սովորելու սկիզբն է, հա, երբ որ դու բուհից ստանում ես տերմինոլոգիայով հարուստ մի հատ նամակ ու դու պետք է այդ տերմինոլոգիային տիրապետես, որտեղ հետագայում տեքստերով տարբեր վարիանտ կարող անես։ Այո, հետագայում բուհը քեզ պետք է այդ տերմինոլոգիայով քեզ հետ խոսի, հա, դու հենց այսօր պետք է արդեն իսկ խորանաս այդ նամակի բովանդակության մեջ, ինչ են քեզնից ուզում, որը որ դու կարող ես ինքնուրույն տալ։ Բնականաբար մեր տիպի կազմակերպությունները նրա համար են, որ օգնեն, բայց հաստատ նրա համար չեն, էլի, որ forward արվի նամակը, փոխանցվի մեզ, մենք կարդանք թարգմանենք, հա, ինչքան շուտ ուսանողը կարողանա դրա մեջ ինքնուրույն ընկղմվի, այնքան ինքը բնականաբար հաղթած է դուրս գալու հետագայում այնտեղ սովորելու հետ կապված։ Միանշանակ, ու արդեն քանի որ խոսեցինք հա բուհերից, մենք էլի sense մի շատ տարածված խնդիր, չգիտեմ ճիշտ անվանել դա թե չէ, մենք ունենք դեպքեր, երբ գալիս են մեզ մոտ ու արդեն բուհ ընտրելու ժամանակն է ու առաջին բանը որ ասում են, մենք ուզում ենք դիմել top լավագույն համալսարանները, մենք այլ տարբերակ չենք դիտարկում, էլի ես կարծում եմ դա մեր խնդիրը կապված է հասարակության հետ, որովհետև աշխարհում կան հազարավոր, եթե ոչ միլիոնավոր շատ լավ համալսարաններ, որոնք ներգրաված չեն, օրինակ, հա, Շանհայի լավագույն 50 համալսարանների ցանկում, ու քանի որ մեր հայերը, հա, մեղադրելու էլ չի, բախվում են միայն ծանոթ են տվյալ համալսարանում, հա, ներառված համալսարանների հետ, իրենք չեն էլ պատկերացնում, որ տվյալ վարկանիշներից դուրս կան հիանալի համալսարաններ, որոնք ունեն բարձր ակադեմիական վարկանիշ, որոնք ունեն շատ հիանալի, չգիտեմ, պրոֆեսորադասախոսական կազմ, ու մեզ պետք չի սահմանափակել միայն այդ լավագույն 50, չգիտեմ, եթե չկա ինչ-որ հատուկ պահանջ դրա համար, ինչպես մենք բերենք ծնողին ու դիմորդին, հա, կետին, որ կան էլի շատ լավ համալսարաններ, որոնց մասին միգուցե դուք չեք լսել, բայց դրանք կան ու հաստատ արժի փորձել։ Գիտես, ինչ երբ որ մենք անհատական այդ մեր research-ի հետազոտության փուլն ենք անում եւ գտնում ենք համապատասխան համալսարան, հենց այդ փուլում է, որ մենք բավականին շատ աշխատանք պիտի տանենք ուսանողի եւ ծնողի հետ եւ ներկայացնենք, որ ձեր երեխայի համար լավագույն տարբերակը կարող է լինել ոչ թե ակադեմիկ top 50 համալսարանը, այլ օրինակ առարկայական top 50-ը, կամ կարող է լինել բիզնես համալսարանները, որոնք փաստացի ակադեմիկ top 50-ի մեջ չեն, բայց ինքը լավագույն լուծումն է, որովհետև դուք որոշել եք, որ ձեր երեխան պիտի դառնա X մասնագետ, հա։ Այսինքն այս ամեն ինչը միանշանակ բացատրելով, խոսելով, հիմնավորելով պիտի լինի, հա, ուրիշ տարբերակ չկա, որովհետև ուրիշ տարբերակը ուղղակի բոլորս էլ ուզում ենք լավագույն բուհում սովորենք, բոլորս էլ անդրադառնանք Օքսֆորդին անվճար սովորելու այդ միտումը ունենք ու այդ երազանքը ունենք, բայց պետքա
բոլորին կարողանալ մի քիչ գիտես ինչն է խնդիրը, ես կարծեմ մեր հասարակության, որ մեր կրթական համակարգում անալիտիկ կրիտիկ մտածողությունը դրված չի, այո, եւ հետեւաբար շատերս չենք կարողանում այդ տեսանկյունից հարցերին լուծում տանք, այդ թվում նաեւ համասարան ընտրելու այդ կարողությունը, հա, մենք պիտի կարողանանք անալիզ անել արդյոք որն է մեզ համար ամենահարմար տարբերակը, հա, եւ եթե այդ տեսանկյունից մոտենալ, ապա կարծում եմ բոլորս էլ կունենանք այն ցանկալի բաղձալի արդյունքը, որ ուզում ենք ունենալ, այո։ Սաթնե ջան, նաեւ եկեք անդրադառնանք մելի ոչ պակաս կարևոր հարցի, երբ ուսանողը պատրաստվում է գնալ դրսում կրթությունը շարունակելու ու ծնողը լրիվ այլ ակնկալիքներ եւ սպասումներ ունի, ուսանողը լրիվ այլ ակնկալիքներ ու սպասումներ ունի, այս իրավիճակում ոնց է ավելի ճիշտ առաջնորդվել, ծնողի ակնկալիքները արդարացնել, թե ուսանողի, դուք ոնց է կմեկնաբանեք մեր հայտնի դեպքերը, որ ուսանողին օգնում ենք ընդունվում է, հետո մի հատ պապային են կանչում, հետո խոսում, որ շատ կարևոր բան է, պետքա թողնել, որ գնա ձեր երեխան սովորի։ Հա, ունենք այսպիսի խնդիրներ, ունենք նաև սկսած մասնագիտական կողմնորոշվածությունից, որ ծնողի երազանքներ իր երեխան բժիշկ դառնալ եւ երեխան պիտի պարտադիր բժիշկ դառնա, վերջացած մնացած հարցերը, որը որ շատ կարևոր է, գիտեք ինչ, ընտանիքում զրույցը պիտի պարտադիր լինի, այսինքն մեկը մյուսին պիտի լսի եւ նորից այդ անալիզ անելու արդյունքում պիտի իրեն գան այն կարևոր որոշմանը, որ ամենակարևորը մեր երեխայի համար թե ծնողի տեսանկյունից, թե երեխայի տեսանկյունից տվյալ ուղին բռնելն է, հա, եւ շատ հաճախ ծնողները ուղակի չեն լսում իրանց երեխային, ուղակի չեն լսում, հա, այսինքն երբ որ դու նստես երեխայիդ հետ խոսես, հասկանաս իր ցանկությունը, լսես իրան ինքը դա ինչի համար է ուզում, հա, այո, ցավալի է մեկ-մեկ որպես ծնող հասկանալ, որ իմ ակնկալիքները այս պահին կամ երազանքները չեն իրականացվելու իմ երեխայի միջոցով, բայց ոչինչ, դա այդքան ցավալի չի, ինչքան որ քո երեխային դնես մի ուղու վրա, որը որ կտանի իրան, կշեղի իր ճիշտ ճանապարհից, հա, որտեղ մենք այսօր բոլորս էլ գիտենք, որ ճիշտ մասնագիտություն ունենալը ամենակարևոր բանն է։ Դու երջանիկ ես, երբ որ ճիշտ մասնագիտությունը հնարինը շուտ գտնում ես, ու այդ մասնագիտությանդ մեջ կարողանում ես կայանալ, այդ մասնագիտությունով հնարավորինս երկար ապրել եւ այլն։ Դրա համար շատ կարևոր բան է, երբ որ ծնող երեխա խոսակցությունը զրույցը լինի, որի արդյունքում ծնողը լսի երեխան ինչ է ցանկանում ու հնարավորինս ուղղորդի օգնի, որ երեխան իր երազանքներին, իր ցանկություններին հասնի։ Ոչինչ որ ծնողի երազանքները այդքան էլ չեն համապատասխանում դնան, բայց դա կարող է շատ ավելի արդյունավետ լինի, երբ որ դու ուղղորդվում ես քո երեխայի ցանկությամբ, քան երբ որ բավարարում ես քո էգոն ու քո ցանկությունները։ Երևի ամենակարևորը սա է, իսկ մնացածը թե դրսում սովորելու հետ կապված հայ ընտանիքները չափից դուրս աջակցող են երեխեքին, անգամ այնպիսի դեպքերի ենք հանդիպում, որ կարող են նրանց ամենավերջին գումարը խնայեն, բայց որ իր երեխան գնա ամենալավ տեղը սովորի, մենք ունենք այդ անձնանվեր ընտանիքները, որը որ շատ ողջունելի է, որ երբեք որևէ այլ երկրում չես հանդիպում դու դրան, եւ այո, իրենք կարողանում են այնքան ուսանողներին, իրենց երեխաներին այնքան աջակցող լինել, որ երեխաների այդ առաջին դժվար պահերը շատ սահուն կերպով անցնում է։ Խոսելով հա այդ դժվար փուլերը հաղթահարելու մասին, որպես վերջաբան դուք էլ գիտեք, հա, որ արդեն մոտեն, չգիտեմ, ամառը, հեսա շատ շուտով ուսանողները, ովքեր ընդունվել են, հա, արտերկիր, պետքա գնան հիմնականում օգոստոսի կեսերից սկսվում է, հա, այդ գործընթացը, պետքա գնան ու սկսեն իրենց նոր կյանքը, նոր երկրում, նոր միջավայրում, ինչ խորհուրդ կտաք դուք մեր ուսանողներին եւ առհասարակ այն բոլոր ուսանողներին, ովքեր կյանքի նոր փուլ են սկսում, ակադեմիական իրենց առաջին քայլերն են անելու, եթե կարելի այսպես ասել, օտարության մեջ, ինչ խորհուրդ կտաք դուք այդ ուսանողներին։ Ամենակարևորը հավատալ ինքները իրենց, ամենակարևորը ունենալ երազանք, գնալ այդ երազանքի հետևից, չվախենալ մեծ երազանքներ ունենալու եւ անպայման գիտակցաբար այդ ամեն ինչը անել, ունենալ ամեն ինչի քայլերի համար հիմնավորումներ։
եւ յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր բան մտադրված անել եւ դրա մասին նստել, մտածել, հասկանալ, գցել, բռնել, հասկանալ իրենց համար տվյալ պահին ամենաճիշտը որն է ու նոր առաջ շարժվելու։ Եթե Հայաստանում սխալվելու հնարավորությունները շատ կարող են լինել, արտերկրում դրանք հնարավորինս քչանում են ու լավ կլինի, որ այդ սխալները ավելի քիչ կարողանան անել, որովհետև արդեն իսկ մտածված են կամ այստեղ հղկվել են այդ սխալների վրա սովորած գնան, հա։ Ընդհանրապես դա, բայց ամենակարևորը որ հավատան, որ ամեն ինչ իրենց մոտ կստացվի եւ շատ ուշադիր լինեն բոլոր առումներով, հա, որովհետեւ այսօր աշխարհում անվտանգ չի եւ ամեն քայլափոխի հնարավոր է հանդիպել խոչընդոտների, որոնք դու անգամ չէիր էլ սպասում, հա, եւ պատրաստ լինել ադապտացվել տվյալ պահին, տվյալ րոպեով, փոփոխել քո պլանները, հա, որովհետեւ շատ փոփոխական երկրում ենք ապրում, այո։ Ռազմավարական պլաններ շատ քիչ է ստացվում որևէ մեկի մոտ գծել ու իրականացնել։ Դրա համար շատ կարևոր է բացի այն, որ երազել մեծ, որովհետև երբ երազում ենք, ասեն շատ ամեն ինչ գեղեցիկ է, էլի թվում հա կգնամ դրսում կսովորեմ, որովհետև մի քիչ պատկերացումներն ու իրականությունը երբեմն այլ են լինում։ Դրա համար շատ կարևոր է, հա, ինչպես դուք նշեցիք, հոգեբանորեն էլ դրան պատրաստ լինել ու թույլ չտալ, որ մեր իրենց հա ճանապարհին հանդիպած խոչընդոտները կանգնեցնեն իրենց դեպի իրենց երազանքի կարիերան, իրենց երազանքի կյանքը գնալու, որովհետև մի օր ուղղակի հետեսնելու, հասկանալու ես, որ այն ճանապարհը, որի միջով դու անցել ես, այն դժվարությունները, օտարության մեջ ադապտացվելը քեզ դարձրել են այն մարդը, որին դու միգուցե չես մտածել, բայց երկար ժամանակ ձգտել ես, որ հասնես։ Այո, համաձայն եմ։ Շնորհակալություն, որ մինչև վերջ մնացիք մեզ հետ եւ նայեցիք մեր ոդքասթի առաջին էպիզոդը։ Կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին հաջորդ թիվ էպիզոդները բաց չթողնելու համար, իսկ արդեն երկրորդ էպիզոդում մենք խոսելու ենք նրանից, թե ինչպես չխճճվել արտերկրում համալսարան ընտրելիս, խոսելու ենք եւ քննարկել ենք ամենապարզ եւ ուղիղ քայլերը։